Ողջույն։ Ողջույն, հպարտու պայքարող վեդի։ Ողջույն ձեզ սիրելի վեդեցիներ։ Դուք ազնիվ քրտինքով ապրելու եւ սեփական իրավունքների համար միշտ ամուր կանգնելու պատրաստականության օրինակ եք հանդիսանում բոլորիս համար։ Վեդին միշտ ունեցել է իր ուրույն ծանրակշիռ խոսքը մեր պատմության մեջ։ Այսօր ուժեղ Հայաստան դաշինքը եկել է ձեզ մոտ, որովհետև մենք հավատում ենք ձեր ուժին ու վճռականությանը եւ գիտենք, որ մեր երկրում իրական փոփոխություններ բերելու, պետականությունը հզորացնելու համար մեզ պետք է հենց վերեցու անկոտրում թիկունքն ու աջակցությունը։ Սիրելի վեդեցիներ, շնորհակալ ենք այսպիսի ջերմ եւ ոգեվորիչ ընդունելության համար։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, թե ինչ ենք ունենալու հաշված օրերից, ունենալու ենք ուժեղ Հայաստան, որն է փոփոխության համարը, համար 3, ով է Հայաստանի հաջորդ վարչապետը, Սամվել Կարապետյանը։ Մեր հանդիպման առաջին ելույթի համար խոսքը փոխանցում ենք ուժեղ Հայաստան դաշինքի աջակից կայունություն կուսակցության նախագահ Ֆիրդուս Զախարյանին։ Համեցեք պարոն Զախարյան։ Ողջույն սիրելի վեդեցիներ, հարգարժան Նարեկ Կարապետյան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վեդու համայնքի, վեդիի և հարակից բնակավայրերի բնակիչների նախապապերը տեղափոխվել են այստեղ արևմտյան Հայաստանից, ինչպես և ձեր պապերը, այնպես որ դուք գտնվում եք հարազատ տանը, բարով եք եկել։ Նախորդ ընտրությունների ժամանակ, սիրելի վեդեցիներ, շատերին ումը ճանաչում եմ, միշտ տրտնջացել են, ասել են, այնար չեղավ մի ուժ, որը ոչ նախկին լինի, ոչ ներկա, գնանք ձայն տանք, ես երկիր ես վիճակից անենք։ Այդ ուժը այսօր եկել է վեդի, այդ ուժը կոչվում է ուժեղ Հայաստան դաշինք Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Շատ են փորձել Սամվել Կարապետյանին վարկաբեկել, սևացնել նրան, ասել, որ նա նախկին է, ասել, որ նա օտար երկրի օլիգարխ է եւ այլն, բայց չեն կարողացել դա անել։ Ինչու համար, որովհետեւ ողջախոհ մարդիկ ավելի շատ են եւ նրանք ճիշտ են գնահատել Սամվել Կարապետյանին, նրա ազգանվեր գործը Արցախում եւ Հայաստանում։ Այնպես որ ապավինեք, հավատացեք Սամվել Կարապետյանին եւ ես համոզված եմ, որ բոլորս միասին մեր երկիրը դուրս կբերենք այս վիճակից։ Մի երգ կա, ասում եմ, երկինք ու գետին մեզ ձայն են տալիս, գրները բացեք, գարուն է գալիս։ Այ ես շատ նմանեցնում եմ գարունը Սամվել Կարապետյանի հետ, այնպես որ սիրելի վեդեցիներ, բացեք ձեր հոգու դռները, թող այս դաշինքը, ուժեղ Հայաստանը եւ Սամվել Կարապետյանը ներառեք նրանց ձեր հոգու մեջ եւ վստահեք նրանց, որ լինի փոփոխություն, որպեսզի վաղը մեր թորները չգան ու չասեն, այն ժամանակ որ Տիգրանաշենը հանձնում էին, այն ժամանակ որ հարևան պետության մեջ մշակում էին արևմտյան Ադրբեջան ծրագրի տակ Հայաստանի ուզուրպացման ծրագիր, դուք ուր էիք, մեր երեսը սպիտակ անելու համար պետք է վստահել այս ուժին եւ Սամվել Կարապետյանին։ Հունիսի 7-ին բոլորս գնում ենք եւ քվեաթերթիկ համար 3 Շնորհակալություն պարոն Զաքարյան, փոփոխությունները հնարավոր են միայն Սամվել Կարապետյանի հետ։ Այո, շարունակում ենք մեր հանդիպումը եւ դեմ ենք հրավիրում մեր երկրի պետական համակարգին ու նրա խնդիրներին ամենայն խորությամբ տիրապետող, անկոտրում պետական գործիչ Էդգար Ղազարյանին։
Վեդի համայնքի սիրելի բնակիչներ, 2021 թվականի դեկտեմբերին ձեզ հնարավորություն էր տրված ընտրելու Վեդի խոշորացված համայնքի ավականին։ Եվ դուք կատարեցիք ձեր ընտրությունը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվեց այստեղ իմ հզոր համայնք դաշինքին։ Բայց ինչ եղավ դրանից հետո։ Դրանից հետո Հանրապետություն կուսակցությունը, որ ամենտեղ պրոքսի համագործակցում է ՔՊ-ի հետ, տապալեցին օրինական ընտրված եւ դեռևս չկազմավորված ավականին, որպեսզի արտահերթ ընտրությամբ ամբողջ ՔՊ-ի վարչական ռեսուրսը լցնեն այստեղ, պաշտպանության նախարարը կդառնա այստեղ շտաբի պետ, որպեսզի զավթեն Վեդեցու իշխանությունը։ Այսպես է ձևավորվել այստեղ իշխանությունը 2022 թվականին։ 2027-ին նորից է լինելու համայնքի ավական ընտրություն Վեդիում, բայց այդ անգամ համայնքի ղեկավար կլինի միայն նա, ով որ կընտրի Վեդի համայնքի բնակիչները, որովհետև այդ ժամանակ Հայաստանի վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Եվ նա հարգելու է Հայաստանի ամեն քաղաքացու որոշում։ Սիրելի վեդեցիներ, շատ բան չկա ասելու այն համայնքում, որը աշխարհագրորեն է վտանգված այս իշխանության պայմաններում։ Հայրենիքի գողերի փոքրիկ խմբակը արդեն բացահայտել է իր մտադրությունը, որ առաջիկայում, եթե նրանք նորից զավթեն իշխանությունը, Տիգրանաշենը հանձնելու են Ադրբեջանին, ինչպես նաև Տավուշի մարզից այլ տարածքներ։ Տիգրանաշենը, որը այս համայնքի վարչական միավոր է հանդիսանում, Հայաստանի սուվերեն տարածք, կապում է Արարատի մարզը Վայոց ձորի և Սյունիքի հետ։ Այդ հանցավոր պլանը պետք է կանխվի հենց այստեղ, Վեդիում։ Խոսում են շտամիները եւ աջակցություն վայելում այստեղի շտամական խմբակից Հայաստանի տարածքը ադրբեջանցիներով կրկին բնակեցնելու հանցավոր մտադրությունների մասին։ Այդ 300,000 ադրբեջանցիները, եթե գան Հայաստան, կարող եք ձեզ հարց տալ, թե որտեղ պետք է նրանք ապրեն։ Ենթադրվում է, որ նրանք պետք է ապրեն այնտեղ, որտեղ ապրել են մինչև 1988 թվականը։ Իսկ որտեղ են ապրել նրանք մինչև 88 թվականը։ Նաև այստեղ, նաև Մասիսում, Վարդենիսում, Բայքում։ Իսկ նրանք ուզում են ապրել հայերի հետ։ Հադրութի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Բերձորի օրինակը ցույց է տվել Աղավնոյի, որ նրանք հայեր հետ ապրելու մտադրություն չունեն։ Դրանց գալը նշանակում է կորցնել մեր հայրենիքը։ Եվ դրա համար է, որ մենք այսօր համախմբվել ենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ, փրկելու մեր հայրենիքը եւ վտանգներին դիմակայելու հետ միասին ստեղծելու ենք ուժեղ Հայաստան։ Շնորհակալ ենք պարոն Ղազարյան ներածական եւ ոգևորիչ խոսքի համար։ Ելույթի համար խոսքը տրամադրվում է ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալինա Սագրադյանին։ Սիրելի հայրենակիցներ, իմ շատ սիրելի Վեդի քաղաքի բնակիչներ, իմ համաքաղաքացիներ, բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալ ենք վստահության համար, ներկայության համար եւ անտարբեր չգտնվելու համար։ Ես շատ լավ գիտեմ մեր շրջանի բոլոր խնդիրները ներսից, հատկապես Վեդի համայնքի։ Վստահեցնում եմ ձեր ձայնը լսելի է, ձեր խնդիրը տեսանելի։ Մենք հետևողական ենք լինելու, որ այդ խնդիրները ստանան իրենց լուծումները։ Բայց այսօր ուզում եմ խոսել
մի թեմայի մասին, որը ինձ համար ոչ միայն մասնագիտական է, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է։ Որպես մանկաբարձ գինեկոլոգ ես ցավով, բայց փաստում եմ, որ Հայաստանում ծնելիության մակարդակը կտրուկ նվազել է։ Երիտասարդ ընտանիքները չունենալով աշխատանք, չունենալով կայուն եկամուտ, չունենալով բնակարան, որը անհասանելի է շատերի համար, այնտեղ, որտեղ ծնողը մտահոգ է, թե ինչպես իր զավակին տալ արժանապատիվ ապագա, ծնելիության մակարդակը կտրուկ իջնում է։ Այդ սկզբունքով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ստեղծելու է ազգային վերածննդի հիմնադրամ, ժողովրդագրական խնդիրները լուծելու համար։ Յուրաքանչյուր 4-րդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքները ստանալու են 2 միլիոն դրամ, իսկ 5-րդ երեխայի համար բնակարան։ Ստեղծվելու է 300,000 աշխատատեղեր։ Տրամադրելու են 20,000 մատչելի բնակարան երիտասարդ նորաստեղծ ընտանիքների համար։ Սիրելի հայրենակիցներ, մեր հակառակորդները ուզում են տեսնել թույլ Հայաստան, ուզում են տեսնել Հայաստան առանց հայերի։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք կառուցելու ենք ուժեղ, արժանապատիվ Հայաստան, լի մանկական ձայնով, լի կյանքով, լի հավատով։ Այս բոլոր փոփոխությունները իրական են եւ հնարավոր։ Մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ փոփոխության համար երեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք Տիկին Սանգրադյան։ Ինչ եք ունենալու շատ շուտով։ Ուժեղ Հայաստան, որն է փոփոխության թիվը, համար 3։ Սիրելի վեդեցիներ, մեր այսօրվա հանդիպման հաղթական ուղերձը ամփոփելու համար հիմա հարթակ ենք հրավիրում մեր ընդհանուր գաղափարների հենասյուն մարդ, ով գիտի թե ինչպես նպատակները վերածել իրական, շոշափելի արդյունքի։ Նարեկ Կարապետյան, համեցեք պարոն Կարապետյան։ Սիրելի վերդեցիներ, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ մասնակցում եք մեր փոփոխությունները բերող հավաքին։ Ձեր քաղաքայցելությունը դա մի փոփոխության շունչ է, որը դուք մի տարի հետո, 2 տարի հետո, 3 տարի հետո ձեր կյանքի վրա կզգաք։ Ինչ փոփոխություններ է լինում Հայաստանում։ Ինչի համար ենք այս ամբողջ կռիվը անում։ Մի քանի բանի համար։ Մենք չենք ուզում փոխենք երկրի առաջնորդին ու երկրի առաջնորդ կուսակցությանը մենակ նրա համար, որ նոր մի հատ առաջնորդ լինի ու մի քանի տարբեր նախարարներ։ Դա մեզ պետք չի, դրա կարիքը չունենք ու ռեալ դրա նպատակարարությունը չկա։ Մեզ պետք է ուրիշ բան։ Մեզ պետք է երկրի որակի փոփոխություն։ Մեզ պետք է, որ մեր երկրում իրական հարսանիքը լավ, գնանք առաջ, թե չեք ասեն բանի, հավաքի մասնակիցները բռնի ուժով, չգիտեմ ինչ են արել։ Ինչ փոփոխություն ենք բերելու Հայաստանին մենք։ Ամենակարևոր փոփոխությունը, որ ուզում ենք բերենք մեր երկրին, դա որակական փոփոխությունն է։ 18 թվականին այս մարդը արեց հեղափոխություն, սիրուն խոսքեր ասեց ձեզ, բայց հեղափոխության արդյունքում մենակ իրանք հարստացան։ Հեղափոխության արդյունքում Հայաստանում աղքատության թիվը չիջավ։
հեղափոխության արդյունքում մի փոքրիկ խմբակ սկսեց լավ ապրել։ Բայց մեր ժողովրդի նշանակալի մասը 650,000 մարդ հացի խնդիր ունի։ Ես չեմ ասում, իրենք են ասում, իրենց տվյալով։ Հայաստանում 1 միլիոն մարդ, եթե շորը ճղվի, նոր շոր չի կարող առնել։ Իրենք էլ գնացել ակադեմիական քաղաք են սարքում։ Այն դեպքում, երբ որ Երևանի կենտրոնում արդեն ունենք մենք գիտական, հրաշալի կենտրոններ, Երևանը պետական համալսարանը, պոլիտեխնիկ համալսարանը, այլ համալսարաններ, միլիարդավոր դոլարներ ա ուզում ծախսի, իբր ակադեմիական քաղաք սարքի։ Ունենք սարքած։ Դու գնա գործարաններ կառուցի քո երկրի համար։ Գնա այնպես արա, որ գյուղացուտ մթերքը վաճառք ունենա։ Ոչ թե գյուղացին հենց մթերքը ելնի, սկսի մտածել ոնց եմ վաճառելու։ Ինչով է զբաղվել մարդկանց կյանքով ժողովուրդ էս իշխանությունը։ Մի քանի բանով։ Շատ է Facebook մտել, շատ է կոմենտներին պատասխանել։ Ցույց է տվել, որ կապի մեջ է, բայց որակական տենց չի կապի մեջը։ Մեր քաղաքները 8 տարվա ընթացքում պետք է հեղափոխական փոփոխություն ունենային։ Եվ այդ հեղափոխական փոփոխությունը մի բանի մեջ է։ Մոտեցումների փոփոխություն։ Երկին նոր մոտեցում է պետք։ Երկին տնտեսագետի մոտեցում է պետք։ Օրինակ նայեք, 8 տարվա ընթացքում մենք ունեցել ենք թոշակների անհամաչափ թանկացումների հետ չհամեմատված, թոշակները ցածր մակարդակի են։ Երկրում խանութներում դուք էլ կարող եք տեսնել, թե ինչ տարբերություն է տալիս թոշակը եւ խանութների գները։ Ինչն ավելի շատ արագ բարձրանում, խանութի գներն է շուտ բարձրանում, թե թոշակը ժողովուրդ։ Խանութի գները, ինչն է պատճառը։ Հայաստանում մենք չենք արտադրում այս ապրանքները։ Ինչը գյուղացին է արտադրում, էժան է վաճառվում, ինչը չէ, թանկանում է։ Մեր երկրի պետք է մոտեցում, որ ամբողջությամբ մենք տեղական արտադրանքը զարգացնենք։ Մեր մեծ սերունդը դա արել է։ Թոշակները ընտրությունից 5 ամիս առաջ պետք է չբարձրանա։ Այն է 10,000 դրամով։ 10,000 դրամ, դու պատկերացնում եք, մեր ժողովուրդը ինչքան քիչ բան է ուզում։ 10,000 դրամ բարձրացելը մարդիկ շնորհակալ են։ Ուր ենք հասել։ Ինչ է պետք փոխելու համար։ Պետք է շեշտակի փոփոխություններ։ Ու շեշտակի երբ ասում են փոփոխություն, ուրիշ քաղաքական ուժեր եթե գային էտի ասեին, կասենք դե քաղաքական ուժը գալիս ասում է։ Բայց մենք ներկայացնում ենք մի մարդու, ով հողի վրա էտի արել է։ Մենք այստեղի ղեկավարները ամբողջ երկիրի տվել են իրենց կառավարման, երկիրը դանդաղ աճել է։ Այս մարդը մենակով Հայաստանից դուրս գալով մի քանի հազար հայերով սարքել է տարածաշրջանի ամենամեծ ընկերությունը։ Իրենք եղած գործարանները քանդել են, ես մի մարդու չեմ ասում։ Ժառանգաբար սխալ կառավարման արդյունքում եղած գործարանները քանդել են, եղած գյուղատնտեսական համակարգը քանդվել է։ Երկրում որակական փոփոխություն չի եղել, դրա պատճառով մտնում ենք գյուղեր, վատ դուրս ենք գալիս։ Մարդկանց վիճակը տեսնելուց, այդ աշխատանքի տակ ճկրած մարդկանց։ Հիմա մարդը, որ չունենալով ամբողջ պետությունը այս մարդկանց ամեն սերունդ իշխանավորի տվել ենք։ Վերջում այդ ամբողջ պետությունից մնացել է փոքր գործարանները փակված, լավա գոնե այստեղ 2 գործարան մնացել է։ Համայնքներ կան, ընդհանրապես չկա։ Գործարանները փակված, աշխատատեղերը չկա։ Եղածն են քանդել։ Այս մարդը չեղածը սարքել է։ Անցած ճանապարհը պետք է համեմատեք։ Մենք բուկլետներ ունենք, որտեղ իր բարեգործություններն է։ Մեր ասածը ի՞նչն է։ Նայեք մարդու անցած ճանապարհով։ Այստեղ իմ տեղը կարող է լինել ուրիշ մարդ, ում ուժը չի արել էսի։ Ինչ որ ասեր, մարդիկ հիմք ունեին կասկածելու։ Բայց այս մարդը 0-ից էտի արել է։ Եղածները քանդել են, ինքը չեղածից սարքել է։ Հիմա պատկերացնում եք պետական ռեսուրսով ինչ անելու։ Ժողովուրդ շանս է էսի։ Նենց չի ինչ-որ բանի կարիք ունի, նենց չի ինչ-որ գումարի կարիք ունի, գումարի կարիք ունեցողը աշխարհի Հայաստանը 113-րդ տնտեսությունն է, ժողովուրդ։ Այս մարդը Արաբական Միացյալ Էմիրություններում, Դաշնությունում, Հունաստանում, որոնք աշխարհի ամենահարուստ երկրներն են, այդտեղի ամենամեծ գործարաններից է։ Ինքը եթե հայրենասիրությունը չլներ, խի պետք է գար աշխարհի 113-րդ տնտեսություն։
Իր հայրենիքն է դրա համար գալիս է։ Տեսնում է, որ աղքատի երկիրը դրա համար գալիս է։ Իրենք ղեկը վերցրել են։ Դա քշում են։ Բան արել, բրուշատկա է շարել։ Ասֆալտ արել, բրուշատկա է շարել։ Այդ ձեր ցավատանը, ասֆալտը ինչա, մի 10 անգամ, մի 2 անգամ ավել չանենք։ Վրաստանը 2 անգամ ավել տարին ասֆալտ անում, ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Գիտեք խի, որտեղ այնքան ուրիշ բաներ է անում, որ ասֆալտի մասին մոռացել են այդ մարդիկ։ 2 անգամ շատ ասֆալտ անում, տեսել եք Վրաստանի վարչապետը ելին ասի ասֆալտ եմ արել։ Վրացիք կճամփեին մեկից։ Կասեն դու ասֆալտ անող չես այդտեղ։ Մենք կողա ասֆալտ չենք ուզում մեզ։ Մեր խնդիրը ասֆալտ չենք ընտրում, թե վարչապետ ժողովուրդ։ Ոնց որ վարչապետ ենք ուզում։ Այդ փոփոխությունը իրար հետ պետք է բերենք։ Չնայած բոլոր բաներին իմացեք, մեր հայրենակիցների դուք ինչ անում եք, ինչի համար պայքարում եք, ինչի մասին, որ մեր գաղափարների մասին խոսում եք մյուսների հետ, դուք մեր հայրենիքի համար եք խոսում, այս շանսը բաց չթողնելու համար եք խոսում։ Հիշում եք պատմության գրքերի մեջ, որ բացում ենք, ասում ենք, այ մարդ, այս պահ ոնց ուրիշ ձև չգնաց, որ մեր բախտը բերեր, այս պահ ոնց սենց չգնաց, որ մեր բախտը բերեր։ Հիմա այդ պահն է, բախտը կարա բերի։ Առաջի անգամ մարդը գալու, որ արդեն հնարավորություն ունի, ով տանելու վրա չի նստելու, բերելու վրա է նստելու։ Կպնենք իրար էսի անենք ժողովուրդ, մեծ բան է, շնորհակալ եմ, որ եկել եք։ Շնորհակալ ենք պարոն Կարապետյան, ոգևորիչ խոսքի, մեզ ուժ ներշնչելու եւ ավելի պատրաստական դարձնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, փոփոխությունը շատ մոտ է։ Փոփոխությունը գալու է ձեր փողոցներ, ձեր տուն, ձեր այգիներ եւ այդ փոփոխությունը բերելու է Սամվել Կարապետյանը։ Մարդ, ով երբեք չի դրժել իր խոսքը եւ իր խոսքը դարձրել է գործ։ Եվ այսօր, սիրելի վեդեցիներ, ձեզ համար, ձեր առաջ, տեսաուղերձով հանդես կգա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Ողջունում եմ Արարատյան դաշտավայրի աշխատասեր եւ ուժեղ ժողովրդին։ Շնորհակալ եմ, որ առաջին օրից կանգնած եք մեր կողքին, հանուն հայրենիքի փրկության։ Մեր նպատակն է, որ Արարատի մարզի յուրաքանչյուր բնակիչ իրեն զգա պաշտպանված, իսկ գյուղատնտեսությունը ստանա պետական լիակատար աջակցություն եւ դառնա եկամտաբեր։ Մենք թույլ չենք տա մեր սահմանների թուլացում, Արտաշատը, Արարատը, Մասիսը, Վեդին ու Երասխը պարտավոր են հաղթել չարին։ Մենք միասին տալու ենք այս չարի վերջը, վերջ չարիքին, վերջ վախին, վերջ աղքատությանը, ուժեղ Հայաստանը գալիս է։ Շնորհակալություն պարոն Կարապետյանին, սիրելի վեդեցիներ, ձեր տված բացառիկ էներգետիկան, ձեր համախմբվածությունը մեզ էլ ավելի վճռականություն է տալիս, որ առանց վարկյան անգամ վարանելու շարժվենք առաջ, միասին փոփոխություններ ենք բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան եւ հիշեք, փոփոխության թիվն է համար 3, ունենալու ենք ինչ ուժեղ Հայաստան։ Հանրահավաքի սիրելի մասնակիցներ, մեր կամքը դրսևորելու եւ մեր համախմբվածությունը ցույց տալու համար հիմա քայլերթով կշարժվենք առաջ։
Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ, միաձայն, մի հորիզոն, ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր, հողը արթուն է, հայերին կանչում է, հայկական ոգին թող վերածրվի. Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ, միաձայն, մի հորիզոն, ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր. Արթուն է, հայերին կանչում է, հայկական ոգին թող վերածնվի. Միասին կանգուն ենք,
Ուշը և մեր սուրն են երեշխաղում Մի սուրբ հավատքը Ողբակյան մեր կամքը Դարերով հղվել են հարյուրավոր Ուժը մեր արմատն է սիրտն ու գործն է արդար Կամքն ու երազանքը ուժեղ Հայաստան Ուժեղ Հայաստան Ազատ ու հզոր Խաղաղ ու կայուն է քո ապագանով Մի սիրտ միաձայն մի հորիզոն Ուժեղ Հայաստան տեսնող ենք հզոր Ուժը մեր արմատն է սիրտն ու գործն է արդար Կամքն ու երազանքը ուժեղ Հայաստան Ուժեղ Հայաստան ազատ ու հզոր Խաղաղ ու կայուն է քո ապագանով Մի սիրտ միաձայն մի հորիզոն Ուժեղ Հայաստան տեսնող ենք հզոր Ուժեղ Հայաստան ազատ ու հզոր Խաղաղ ու կայուն է քո ապագանով Մի սիրտ միաձայն մի հորիզոն Ուժեղ Հայաստան տեսնող ենք հզոր Ողը պարկուն է հայերին կանչում է Հայկական ոգին թող վերածվի Միասին կանգուն ենք ուսուսի քայլում ենք Ես ու դու ենք սարքը լուսաբացին Ուժը մեր արմատն է սիրտն ու գործն է արդար Կամքն ու երազանքը ուժեղ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագանով, մի սիրտ միաձայն, մի հորիզոն, ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր, հողը պարկուն է, հայերին կանչում է, հայկական ոգին
երաշխավոր մեր սուրբ հավատքը ողբակյան մեր կամքը բարերով հորդվել են հարյուրավոր ուժը մեր արմատն է սիրտն ու գործը մեր արդար կամքն ու երազանքը ուժեղ Հայաստան ազատ ու հզոր խաղաղ ու կայուն է քո ապագան մի սիրտ միաձայն մի հորիզոն ուժեղ Հայաստան քեզնով ենք հզոր ուժը մեր արմատն է սիրտն ու գործը մեր արդար կամքն ու երազանքը ուժեղ Հայաստան Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան մի սիրտ միաձայն, մի հորիզոն ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան մի սիրտ միաձայն, մի հորիզոն ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր հայերին կանչում է հայկական ոգին թող վերածվի միասին կանգում ենք ուսուսի քայլում ենք ես ու դու ենք սարքը լուսաբացում ուժը մեր արմատն է սիրտն ու գործը մեր արդար կամքն ու երազանքը ուժեղ Հայաստան ազատ ու հզոր խաղաղ ու կայուն է քո ապագան մի սիրտ միաձայն մի հորիզոն ուժեղ Հայաստան քեզնով ենք հզոր հայոց պատմությունը և խաղաղությունը խաչը և մեր սուրն են երաշխավոր մեր սուրբ հավատքը ողբակյան մեր կամքը տարերով հղկվել են հարյուրավոր ուժը մեր արմատն է սիրտն ու գործը մեր արդար կամքն ու երազանքը ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան մի սիրտ միաձայն, մի հորիզոն ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր ուժը մեր արմատն է սիրտն ու գործը մեր արդար կամքն ու երազանքը ուժեղ Հայաստան Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան մի սիրտ միաձայն, մի հորիզոն ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան մի սիրտ